Տիկին Բավայան, հիմա կարելի է։ Տիկին Բավայան, ձեր Facebook-յան էջում տեսնում ենք, որ Արցախի հետ կապված որոշ գրառումներ կան, դեռևս պահպանվել են, մասնավորապես We are one hashtag-ով Արցախի պաշտպանություն, Արցախի գրառումներ է կարել, դրանք հետո կջնջվեն հաշվի առնելով, որ հիմա ՔՊ-ի պատգամավոր եք եւ դա արդեն հակասում է ՔՊ-ի կուրսին։ Հիմա ջնջված չեն, չէ՞։ Այս բանը դեռ ոչ։ Իսկ ինչու եք մտածում, որ պետք է հետո ջնջվի։ Որովհետև հիմա ձեր ղեկավարը կարծում է, որ Արցախը Ադրբեջան է, Արցախը Հայաստան չէ։ Հարգելիներս, Արցախի հետ կապված հարցը բավական է շահարկման առարկա դարձնեք, եթե ունեք ըստ էության ինչ-որ հարցեր, խնդրում եմ տվեք, եթե չէ, կարծում եմ անիմաստ է անընդհատ ես նորից եմ ասում, եթե ունեք հարցեր, որը հակասում եք ՀՀ-ի ազատներին իշխանության մոտեցմանը։ Եթե ունեք հարցեր, որոնք ըստ էության, ասում նորից Արցախի հետ կապված հարցը բավական է շահարկման առարկա դարձնենք։ Մենք բոլորս գիտենք պատմությունը, գիտենք եղելությունը։ Գիտենք, ճիշտ եք ասում, բայց հիմա մեզ լրիվ հակառակ բանն են ասում Տիկին Բավայան։ Ձեր գրառումները լրիվ ճիշտ են, ընդունում ենք։ Պատրաստվում եք նույն հարցը մի քանի անգամ տալ, ես նույն հարցին մի քանի անգամ նույն պատասխանը տամ։ Հիմա կարծում եք, որ Արցախը Հայաստան է, թե վերջ այդպես կարծում եք։ Հարգելիներս, դուք չգիտեք ողջ իրողությունը։ Դե եթե գիտեք հիմա հարցնում եք, որ ինչ լինի, դրանից ինչ-որ նորից եմ ասում, դուք իրողությունը գիտեք, թե չգիտեք։ Այն որ իրողությունը, որ պատերազմ է։ Այո, որ պատերազմ է եղել եւ եղել է ինչ որ հիմա կա։ Գիտեք, թե չգիտեք։ Բայց հիմա ձեր ղեկավարը, վարչապետը ասում է, որ Արցախը Ադրբեջան է։ Մենք հիմա առաջնորդվում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության շահով։ Խնդրում եմ այդ հարցով որևիցե անգամ շահարկումներ չանեն, անկախ նրանից նոր թե հին պատգամավորն են, շնորհակալություն։ Մենք չենք շահարկում, մենք ձեր գրառումն ենք մեջ բերում։